Ապրիլի 7-ից 10-ը Շենգավիթ համալիր մարզադպրոցում անցկացվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գավաթ 2026 թվականի մինչև 14 տարեկանների հանդբոլի առաջնությունը, որը միավորել էր Երևանի 5 վարչական շրջանների լավագույն թիմերին։ Մրցապայքարին մասնակցում էին Շենգավիթի, Մալաթիայի, Աջափնյակի, Դավթաշենի եւ Նոր Նորքի թիմերը։ Չնայած երիտասարդ տարիքին, պատանիները ցուցադրեցին պայքարի մեծ կամք, թիմային խաղ եւ հաղթելու անկոտրում ձգտում։ Առաջնությանը ներկա էին պատվավոր հյուրեր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Մարտիրոսյանը, կրթության եւ սպորտի բաժնի պետ Լիանա Գասպարյանը, ավագ մասնագետ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Մխիթարյանը։ Նրանք մարզադպրոցի տնօրեն Կարեն Ասմարյանի հետ միասին ողջունեցին մասնակիցներին եւ մրցաշարի ավարտին պարգեւատրեցին բոլոր թիմերին։ Նախ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին, Իդեմս վարչական շրջանի ղեկավար պարոն Գաբրելյանին այս հոյակապ մրցաշարը կազմակերպելու եւ պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Ինչ տվեց սա մեզ։ Մեր հանդբոլի ղեկավարությանը մեկ անգամ եւս հնարավորություն տեսնել խաղացողներին հենց խաղի ժամանակ, որոնք հետագայում կարող են համալրել Հայաստանի Հանրապետության պատանեկան հավաքական թիմերը։ Մասնակիցները ընդգրկվել են այն վարչական շրջաններում, որտեղ կան հանդբոլի խմբեր։ Թեժ եւ հետաքրքիր հանդիպումների արդյունքում առաջնության հաղթող ճանաչվեց Շենգավիթ առաջի թիմը։ Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Շենգավիթ 2 թիմը, իսկ երրորդ հորիզոնականում էր Դավթաշենի թիմը։ Առաջնությունները անցկացում են մի քանի մարզաձևերից եւ մենք այսօր ներկա ենք հանդբոլ մարզաձևի եւ մեր հիմնական նպատակը բոլոր Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների հանդբոլի թիմերի մասնակցությունն է առաջնությանը։ Նշեմ, որ միջ այդ անցկացվել է սեղանի թենիսի առաջնություն, հիմա հանդբոլ եւ արդեն շուտով կանցկացվի վոլեյբոլի առաջնություն։ Սա մեր հիմնական նպատակը, որ մեր մարզադպրոցի երեխաները մասնակցեն եւ ունենան խաղային փորձ, ումարած նաեւ Երևան քաղաքի բոլոր թիմերը մասնակցեն։ Եղել են հանդբոլի հանրահայտ հանդբոլիստներ, մարզիչներ, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը, տեղակալները, սպորտի պատասխանատուները, այսինքն բոլորին հետաքրել է եւ մանավանդ հանդբոլ մարզաձևում, քանի որ իրանց մոտ առաջնությունն ավելի քիչ են, մենք փորձել ենք ավելի երկար խաղալ, որպեսզի երեխաները ունենան խաղային փորձ։ Ես ինչքան գիտեմ, առաջնությունից հետո կազմավորվելու է հավաքական թիմ, որը որ պատրաստվում է տարիքային Եվրոպայի առաջնության, ինչպես նաև շուտով կլինի նույն տարիքային խմբ Հայաստանի առաջնություն, սրանք բոլորը նպաստելու են հանդբոլի զարգացմանը։ Փակման արարողությունը եւս դարձավ տոն, լի գեղեցիկ պահերով։ Մասնակիցներին ողջունեց Գիսանե Պարային ստուդիան, մշակութային շունչ հաղորդելով միջոցառմանը։ Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով։ Առանձին շնորհակալագրեր ու գնահատականներ ստացան նաեւ մրցավարներն ու մարզիչները իրենց նվիրված աշխատանքի համար։ Այս տարվանից սկսել ենք արդեն վարչական շրջանի ղեկավարի գավաթ տարբեր մարզաձևերից։ Նախաձեռնությունը երեխաներին, տեսեք, այս ինչպես IT ոլորտում, չէ, այս հիմա մեր բոլորն ասում են, չէ, երեխաները տարված են հեռախոսներով, տարված են կոմպյուտերով եւ այլն, մենք ցանկանում ենք երեխաներին դուրս բերել այդ միջավայրից եւ բերել մարզադպրոց։ Երեխան տեսեք, իր ժամանակ օգտագործի այստեղ, իր մարմինը կրթելով, իր մարմինը զարգացնելով եւ հաջողություններ բերելով, թե իրեն, թե իր ընտանիք, թե իր ծնողներին ուրախացնելով իր մարզական հաջողություններով, ես այդպես եմ գտնում, որովհետեւ հիմա արդեն երեխաները բոլորս գիտենք տարված են այդ բաներով, չէ՞, իսկ տեսեք հիմա այս գեղեցիկ երեխաները այս ժամանակ իրենց ամեն օրը մեջ, այսպես ասած, տարբեր մարզաձևերով նպաստում են իրենց առողջությանը, դա է հիմնական։ Արդեն մենք դա այդպիսի նախաձեռնություն ենք, որ ամեն տարի լինելու է այս առաջնությունները գնալով շատանալու են։ Այս առաջնությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլ նաեւ ընկերություն, համախմբում եւ ապագայի հաղթանակների սկիզբ։ Մենք խաղացել ենք Ալավերդիի, Շենգավիթի, Խմոմի դեմ, հաղթել ենք 2 խաղում Խմոմին եւ Ալավերդիին։ Շենգավիթին ցավոք սրտի պարտվել ենք, սակայն խաղերից մենք ավելի ենք ուժեղացել, նոր փորձ ենք ձեռք բերել եւ շատ էմոցիաներ։ Բնականաբար տխրել ենք, բայց մեր այդ սխալներից ելնելով ավելի լավ ենք պատրաստվելու եւ մյուս խաղերին ավելի լավ խաղանք։ Լսելուց ես շատ եմ ուրախացել, որ լերին մրցումներ ա լինելու,
Եվ եկել եմ հաղթելու համար, բայց ցավոք սրտի մի թիմի պարտվեցինք։ Գրավեցինք 3-րդ տեղ։ Նորք թիմից ենք, խաղացել ենք Շենգավիթի մեկ է Դավթաշենի դեմ, ցավոք երկուսը կրվել ենք, բայց այդքան է վախենալ չէր պարտությունը, որովհետև իրանք մեզից շատ մեծ էին, մենք որ մեզ ծափ են տալիս, դա շատ լավ է, ոգևորում է ու ունես տպավորություն է, ոնց որ հակառակորդը դրա տակ մի քիչ թուլանում է։ Մենք շատ ուրախ ենք, որ եկել ենք խաղացել ենք։ Սա մեր համար փորձ էր եւ շատ լավ փորձ էր, որ մենք կարողանանք մեզանից մեծերի դեմ կարողանանք խաղալ։ Որ էսի մեր համար շատ լավ է, որ հետո մեծանանք հեշտ կլինի մեր համար։ Պետքա պայքարենք, չհազնվենք։ Սովորացեց պայքարել։ Սովորացեց, որ Պետք չի հանձնվել եւ պետքա միշտ լինել դուխով եւ պինդ։ Դժվարություն որ չենք հասկանում իրար, օրինակ մեկը ուրիշ մանանում, մեկը ուրիշ։ Դժվարությունը մենք ու կարողանում ենք նորմալ իրար հետ միասին խաղալ։ Են դասյարակում, որ միասին պետք է միշտ խաղանք եւ թեկուս խաղի ընթացքում ինչ որ սխալ բան առաջացել, իրար չենք հասկացել, երբեք իրարից չդժգոհենք, իրար չվիրավորենք, միշտ իրար հետ լինենք։ Իսկ ավարտին հանդիսավոր հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։